Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է օգոստոսի 6-ի համար։ Տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այս օրը։ Գնանք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին օգոստոսի 6-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը գումար կստանաք կամ նաև գումար կարող ծախսել։ Գումարի մասին խոսել, արժեքի մասին խոսել, այստեղ որևիցե հնարավորություն կարող եք ձեր ձեռքից բաց թողնել։ Կամ շատ դանդաղ կարող եք որոշում կայացնել դրանից լինի, կամ ինչ-որ բան եք կանգնած, մտածում եք, որ հնարավոր կարող է չլինել եւ այդ դրա պատճառով ոնց որ մյուսն եք բաց թողնում։ Այդ օրը նաև սեղանի շուրջ եք նստելու եւ կարող եք հենց այնտեղ նաև երկար մնալ եւ դրա համար մեկ այլ տեղ էլ ոնց որ բաց թողնել հնարավորությունը։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին օգոստոսի 6-ին։ Հարգելի ցուլեր, այդ օրը ոչ թե մի բան ձեզ մոտ կզարգանա, առաջ կգնա ձեր գործերը, այն ինչ որ դուք անում եք, գուցե նաև հարաբերությունները, բայց որևիցե հնարավորություն կարող եք ձեր ձեռքից բաց թողնել, ուշադիր եղեք,
Ոմանք կարող են սիրահարվել այդ օրը, ոմանք սիրո խոստովանություն անել, ստանալ, նաև ձեր սիրված զգաք, ձեր հարազատների շրջապատում կարող եք լինել։ Եվ ոչ մի բան է ձեզ մոտ ուշանալու, մոտավորապես 1 ամիս ու ավել, այդպես կարող է ուշանալ։ Եվ օրվա ընթացքում ինչ-որ բանի եք սպասելու, մարդկանց եք սպասելու, կամ ինչ-որ մի բան է, որին որ կսպասեք։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին օգոստոսի 6-ին։ Հարգելի եկվորյակներ, այդ օրը հաջողություն ունեք յուրաքանչյուր գործում, այնինչ որ կանեք, նաև գործերը կփորձեք առաջ մղել, էլի որքան հնարավոր է, բավական էմոցիոնալ կլինեք, ոմանց մոտ դա կարող է լինել նաև սիրահարվածության էմոցիաներ, եւ օրվա ընթացքում այդտեղ գումար փոխանցել կամ գումար ստանալ, մի քիչ կարող է խնդիրներ լինեն, գումարի մասին կարող եք խոսել, ինչ որ ոնց որ գումարի հետ կապված խնդրի մասին խոսեք, բայց հետո ուրախ եք, կարծես թե կարգավորվում է, եթե օրինակ չէր ստացվում փոխանցել, ստանալ, հետո կարծես թե կարգավորվում է։ Այդ օրը նաև ոմանք այստեղ կարող են պայմանագիր կնքել, ոմանք նաև ամուսնության առաջարկ ստանան, անեն, հարսանիքի պատրաստվեն, միգուցե ձեր հարսանիքն է, կամ ինչ-որ աշխատանք է, որը այդ ամբողջ օրը կանեք, ամբողջ օրվա ընթացքում ոնց որ անընդհատ այդ գործերն եք անելու։ Այսքանը ձեզ համար, կամ ընտանեկան կյանքն է սա, ամուսինն է վերադառնում, կամ ընտանիքում ոչ է կարևոր մի բան է տեղ ունենում, կամ զույգերը որոշում եք միանալ իրար։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին օգոստոսի 6-ին։
Հարգելի խեցգետիններ, այդ օրը լուսավոր մի բան է տեղի ունենալու ձեզ մոտ, որ ձեր տրամադրությունը բավականին շատ կբարձրացնի։ Նաև ոմանք ընդունվեն աշխատանքի, ոմանք աշխատանքի հետ կապված ինչ-որ կարող խոսել, նաև այդտեղ գնալ արձակուրդ, հանգստանաք մի փոքր աշխատանքից, որտեվ այստեղ նաև գերհոգնածություն է երևում։ Նաև կամ հոգնել եք աշխատանք փնտրելուց, նաև դա կարող է լինել։ Ոմանք կհանդիպեն պետական աշխատողի հետ, նաև հնարավոր է հանդիպում եք բժշկի հետ։ Ելք եք փնտրելու որևէ հարցին լուծում տալու համար։ Օրվա ընթացքում գումար կծախսեք կամ գումար կստանաք, նաև երկերեսանի մարդիկ են, սա կարող է գումար են ձեզանից ուզում, կամ նման որևէ հարցեր են, կամ պարտքեն գումարն եք ուզում, այդպես ինչ-որ ուրիշ կերպ են իրենց պահում։ Գումար կարող են ձեզանից ուղղակի ուզել այդ օրը և հեռախոսազանգ ունեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կառույցներին։ Ինչ է սպասվում առուսներին օգոստոսի 6-ին։ Հարգելի առույցներ, այդ օրը գործերը առաջ կմղեք, բավականին շատ, այն գործերը, որոնք մնացել են, կամ ընդհանրապես յուրաքանչյուր գործ այդ օրը կմղեք բավականին շատ առաջ։ Եվ օձեր կան այստեղ բամբասանք, չար մարդիկ, միգուցե գործերը առաջ եք մղում, նաև չար մարդիկ են առաջ մղվում, բնական է, այդպես է։ Օրվա ընթացքում ինչ-որ բան է ուշանում, մոտավորապես 1.5 ամիս կարող է ուշանալ։ Այդ օրը նաև հանդիպում կամ շփում ունեք որևիցե մասնագետի հետ, կարող սպասում եք, որ իրեն հանդիպեք։ Սպասում եք նաև, որ նա գա։ Եվ օրվա ընթացքում այստեղ ժամին ուշադրություն դարձրեք, որպեսզի բաց չթողնեք որևիցե հնարավորություն։ Դա կարող եք ուշանալ, դրա համար ուշադիր եղեք։ Լուսավոր մի բան տեղի կունենա ձեզ հետ, որ ձեր տրամադրությունը բավականին շատ կբարձրացնի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին օգոստոսի 6-ին։
Հարգելի կույսեր, այդ օրը հանկարծակի լուր կլսեք, նաև օրվա ընթացքում ինչ-որ բաներ կզարգանան ձեզ մոտ, առաջ կգնան, դա կարող է կապված լինել նաև այդ նամակի հետ, նամակագրական կապույի մեջ, ինչպես իմանաք, կամ փաստաթուղթ է, որը ստանում եք եւ դրանից ձեր գործը սկսում է առաջ գնալ։ Կամ հարաբերությունները, այստեղ կարող է ինչ-որ մեկին նամակ եք գրում, իրար հետ հաշտ չեք, նամակից հետո ոնց որ ամեն ինչ սկսում է այնպես զարգանում է, առաջ է գնում ձեր հարաբերությունները էլի։ Նոր ծանոթություն կարող է լինել ոմանց մոտ։ Այստեղ կտրուկ ոչ է քայլ կլինի ձեր կողմից, միգուցե ինչ-որ անսպասելի մի բան անեք, կտրուկ որոշում կայացնեք, կամ այստեղ շատ անսպասելի նաև կարող է ձեզ մոտ կարիերայի փոփոխություն լինել, կարող է բարձրանալ ձեր պաշտոնը, բարձրանալ, ինչ-որ եթե հետևորդներ ունեք, շատանան ձեր հետևորդները, կամ ինչ-որ մի բան է, այստեղ առաջ խաղացում է կարիերայում, եւ դա կարող է լինել շատ կտրուկ, ոնց որ գան ասեն, գիտես, վաղվանից ուրիշ բան ես աշխատում, ինձ մոտ եղել է այդպես, շատ անսպասելի, եւ նաեւ ոչ միտեղ կարող եք գնալ, երկար մնալ, երկար սպասել, ինչ-որ մեկին կամ ինչ-որ բանի կարող եք սպասել նաեւ, ինչ-որ միտեղ երկար մնալ ուղղակի։ Եվ ուրախ եք, բարձր տրամադրություն ունեք, բայց հետո գորգռում եք, գորգռոցով ձեր գործերը առաջ եք մողում։ Միգուցե այդպես է պետք, որ գորգռեք եւ ըստ դրա ձեր գործերը ամբողջությամբ առաջ մղեք։ Դիմացին մինչև չեք գորգռում չի անում, այդպես կարող է լինել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշերքներին։ Ինչ է սպասվում կշերքներին օգոստոսի 6-ին։ Հարգելի կշերքներ, այդ օրը ոչ է հնարավորություն կարող եք ձեր ձեռքից բաց թողնել, ուշադիր եղեք, նաև զարգացում ունեք, առաջ խաղացում, դա կարող է լինել յուրաքանչյուր ոլորտում, հարաբերություններից մինչև աշխատանք, նաև օրվա ընթացքում լավ լուր կլսեք, բարի լուր կլսեք, որը ձեր տրամադրությունը բավականին կբարձրացնի, եւ գումար կստանաք կամ գումարի մասին կխոսեք կամ գումարը կամ ծախսում եք, վճարում եք, ինչ-որ մի բան է, գումարը ձեզ համար շատ կարևոր կլինի օրվա ընթացքում։ Եվ հաջողություն ունենք, նոր դռներ են բացվում ձեր առջև, նոր հնարավորություններ, ինչ-որ մի բան հաջողությամբ կանեք, կավարտեք, բայց օձեր կան ձեր շրջապատում, այստեղ օձերից մի քիչ զգույշ եղեք, միգուցե նաև մասնագիտականի հետ է կապված, միգուցե գնում եք ինչ-որ մասնագետի հանդիպելու, նաև օձը փորձում է ձեզ սոսություն անել ձեր նկատմամբ, ինչ-որ բաներ չանել, հետ պահել ինչ-որ բաներից, կամ ինչ-որ մի բան է խառնում իրար,
որից հետո կարող եք նաև գնալ հանդիպել ոչ մասնագետին։ Դե ուշադիր եղեք, կարող մասնագետն է օծ կամ ոնց որ օծը գնում է ինչ-որ մեկին, ինչ-որ մի բան է ասում։ Եվ դուք ոնց որ ստիպված եք լինում հանդիպել այդ մարդու հետ, եւս այդպես կարող լինել։ Այդ օրը ոչ մի բան մի խոսեք շատ կարևոր երրորդ մարդու մասին։ Դա կարող է շատ արագ տեղ հասնել։ Կամ եթե նոր մասնագետ է ձեզ համար, ապա դա օծություն կարող անել, այդքան էլ լավ տրամադրված լինի ձեր նկատմամբ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին օգոստոսի 6-ին։ Հարգելի կարիճներ, այդ օրը ժամ եք պայմանավորվել, այս կարծես ոչ է տղամարդու հետ է դա, ուշադիր եղեք, որպեսզի չուշանաք, դա կարող է լինել ոչ մասնագետ կամ ինչ-որ մեկը, կարող նոր հանդիպում է, նոր սեր է։ Բավականին էմոցիոնալ կլինեք այդ օրը երեկոյան, հեռախոսազանգ կունենաք, հետո կարող շարունակական, այդպես շարունակությունը լինի նամակագրով կամ հեռախոսազանգի միջոցով ոչ նորություն կլսեք։ Տեղեկատվություն կամ ասում են, որ փաստաթուղթ են ուղարկել կամ պետք է փաստաթուղթ ուղարկեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին օգոստոսի 6-ին։
Հարգելի աղեղնավորներ, այդ օրը ժամ եք պայմանավորվել ճանապարհ եք գնալու, կամ ինչ-որ մարդիկ ժամ են ասել եւ կգան այդ ժամին։ Բացի դա էլ դա կարող է լինել ժամերով ճանապարհ գնալը, մի քանի ժամ օրինակ կարող ծախսել ճանապարհի վրա, կամ դուք կամ այդպես սպասում եք, որ մի քանի ժամ է գալիս են ձեզ մոտ։ Նաեւ դա կարող է լինել դա հոգնում եք, ոնց որ ժամերով գալիս եք կամ երկար ճանապարհ է սա, եւ հետո հոգնում եք պարկում քնում։ Ուրախ կլինեք, այդ օրը տրամադրությունը բարձր կլինի, էներգիայով լի կլինեք, բայց ինչ որ մի բան այստեղ նաեւ ձեր տրամադրությունը գցում է, բայց օրվա ընթացքում է դա։ Օրվա ընթացքում ինչ որ բան ձեր տրամադրությունը կարող է գցել։ Ինչ որ միայնակության զգացում է, ինչ որ պահեր են։ Նաեւ տան հետ կապված իրադարձություններ ունեք, նա վրա առիթ է, դուք եք գնում, իրենք են գալիս, միգուցե տեղափոխվում եք, միգուցե ընտանիքը վերադառնում է վերջապես տուն, հա, այդպես ճանապարհ էին գալիս կամ դուք եք վերջապես գնում տուն։ Նաեւ դա տան ապրանքներ կարող է, հա, գալիս եք, օրինակ, ինչպես հա, մենք էլ գնացել էինք հանգստանալու, հետո ես գալիս եւ արդեն ոչինչ չկա տունը, բնականաբար ոնց որ գնում ես տան համար ինչ որ բաներ գնելու, առևտուր անելու։ Եվ ուշադրություն նաեւ դարձրեք ձեր առողջությանը այդ օրը։ Կամ կայցելեք նման վայր, բժշկական կենտրոն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին օգոստոսի 6-ին։ Հարգելի այդ եղջյուրներ, այդ օրը բան չունեք անելու, գումար եք ստանալու կամ ծախսելու կամ գումարի մասին եք խոսելու եւ ուրախ եք, բարձր տրամադրություն ունեք։ Ինչ որ մեկը ձեզ գումար է տալիս, կարող է դրա համար ուրախանում եք, նաեւ ինչ որ կարող է բոնուս եք ստանում, այդպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսներին օգոստոսի 6-ին։
Հարգելի ջրոցներ, այդ օրը ինչ-որ մեկը հիվանդանոցում է կամ դուք կայցելեք հիվանդանոց, ոչ կամ բժշկի կամ վիրահատություն է կամ նման ոչի հարցեր են ինչ-որ մեկին այցելելու համար եւ այստեղ նաեւ տխուր եք։ Ինչ-որ մի բանը ձեզ տխրեցնում է, միգուցե հետեւյալ մարդու հիվանդ լինելը, միգուցե դուք եք հիվանդ եւ դա ձեզ տխրեցնում է եւ այստեղ չեք կարողանում նաեւ աշխատել։ Դա ազդում է անմիջապես ձեր կարիերայի վրա, չեք կարողանում առաջ տանել։ Դա համար կարող եք տխրել։ Գործերը իրոք դժվարությամբ այդ օրը կկարողանաք առաջ մղել, իրոք որ շատ դժվար, որովհետեւ օրվա ընթացքում եւս էլի կցանկանաք հանգստանալ։ Այդտեղ կամ սառում եք, կամ այն ինչ-որ մի բան է, կամ մրսատություն կարող է լինել, ոնց որ կոկորտը կամ եւ այլն, ինչ-որ մի բան է, որ չեք կարող գործեր առաջ տանել, որտեղ պետք է պարկեք ավելի շատ եւ հանգստանաք։ Օրվա ընթացքում տատանվում եք այստեղ, հարցեր ունեք, ընտրության առջև եք կանգնած եւ երեկոյան նամակագրական կապի մեջ կլինեք ոմանց հետ, փաստաթուղթ կստանաք, փաստաթուղթ նաեւ կարող եք ձևակերպել, ուղարկել, այդպես։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին օգոստոսի 6-ին։ Հարգելի ձկներ, այդ օրը ոմանք կարող են սիրահարվել, սիրոխոստովանություն ստանալ, անել, բավականին էմոցիոնալ կլինեք, նաև կարող եք հանդիպել ձեզ համար շատ հարազատ մարդկանց, գուցե դա է ձեզ էմոցիոնալ վիճակի մեջ դնում կամ այս սերն է, սերը, շատ սեր է, սիրահարվածությունը բավականին էմոցիոնալ եք։ Օրվա ընթացքում կարող եք որևիցե հնարավորություն ձեր ձեռքից բաց թողնել, դա նաև կարող է կապված լինել, որտեղ որեցեք կնոջը տեսնելու, հանդիպելու հետ կապված։ Միգուցե ինչ որ կարևոր է կամ մասնագետ է։ Եվ այսպես թե այնպես այդ կինը արկա է ձեզ մոտ, լավ կին է, կարող եք նաև հանդիպել ի վերջո կամ շփվել, ձեր մայրն է ձեզ խորհուրդ է տալիս։ Եվ օրվա վերջ երկար սպասված տեղեկատվություն կստանաք եւ սկսում եք տատանվել։ Գուցե արդյոք ոնց որ հարկավոր է ձեզ դա թե ոչ։ Նաեւ դա կարող է լինել։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։